Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածը նվիրել ենք բավական ակտուալ թեմաներից մեկին։ Այն է մազաթափությունը, որը շատ հաճախ հանդիպող խնդիր է թե կանանց, թե տղամարդկանց մոտ։ Երբեմն պարզվում է պատճառը կարող է իրավիճակային լինել, միգուցե ստրեսը, ապրելակերպը, բայց երբեմն էլ նաև լուրջ առողջական խնդիրներ։ Այս եւ շատ տարբեր հարցերի շուրջ կխոսենք մաշկաբան, տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանի հետ։ Ողջույն, Բժշկուհի Կիրակոսյան։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք եւ խոսելու ենք բավական ակտուալ թեմայից, ճիշտ է՞մ։ Շնորհակալ եմ հրավերի համար, իհարկե մազաթափությունը մեր դարի խնդիրներից մեծագույնն է, կարելի է ասել։ Այո, վերջին տարիներին հատկապես կարծում եմ հոսքը, որպես տրիխոլոգ երևի մի կողմ մաշկաբանությունը շատ է դիմելիությունը, դուք կփաստեք։ Եկեք խոսենք այն մասին, ինչ է առհասարակ մազաթափությունը, տեսեք նույնիսկ մասնագետներ կան, օրվա քանակ են ասում, օրական 100 կամ 50 մազերի թափվելը նորմալ է թե ոչ, իհարկե ով է դա չափում, հետաքրքիր է արդյոք հաշվում են թե ոչ, ինչն ենք մենք անվանում մազաթափություն։ Եկեք շատ ճիշտ ձևակերպում մրեցիք, որովհետև թերևս բոլորս մեր կյանքի որևէ փուլում առնչվել ենք այդ խնդրի հետ եւ եթե ձեր մազերը շատ են թափվում, մենք ակնառու դա տեսնում ենք։ Իսկ եթե մենք չենք նկատում մազաթափություն, սովորական քանակի է թափվում, նշանակում է մենք չունենք այդ խնդիրը։ Այն մարդիկ, ովքեր սկսում են հատիկ հաշվել իրենց մազերը, դա արդեն լավ նշաններ չեն, բայց ասենք, որ օրական 200-ից 300 մազ եթե թափվում է, դա նշանակում է, որ դուք ունեք մազաթափություն։ Օրվա ընթացքում կարող են մազերը շատ քիչ թափվել կամ մի փոքր ավել թափվել, բայց եթե մարդը ունի մազաթափություն, հնարավոր չի, որ դա նկատելի չլինի եւ իր կողմից եւ տան անդամների կողմից։ Շատ լավ նշեցիք, ասեցիք, եթե մարդ սկսում է հաշվել, կարծես դա ինչ-որ ֆիքսվածության է նման եւ հնարավոր է միգուցե հոգեբանի կարիք ունենա մարդ։ Ոչ, երբեմն նաեւ հոգեբուժի կարիք ենք ունենում, որովհետեւ որոշ մազաթափությունների պարագայում, որոնք օրինակ մազի աճի ցիկլի խանգարում է, դա պետք է մի քանի ամսում կարգավորվեր, շատ երկար տարիներ ձգվում է եւ այդ մարդը միջև չի գնում հոգեբուժի, չի ընդունում հակադեպրեսանտներ, իր մոտ մազաթափությունը չի անցնում եւ այո, փորձի ընթացքում երկարատև աշխատելուց շատ է առնչվում այդ պացիենտների հետ, կարելի է ասել, եւ առաջնահերթը, որ դու ճիշտ ուղղորդես, որ հոգեբուժը իր նշանակումները անի մազաթափության բուժման հետ զուգահեռ։ Այո, այստեղ երկուստեք ներգրավվածություն կա երկու մասնագետների փաստորեն։ Այո, այլապես մենք արդյունքի չենք հասնում ուղղակի։ Շատ լավ, եկեք խոսենք ստրեսից, սահուն կերպով անցնենք այն ամենատարածված կամ միգուցե դա համոզմունք է, որ դա ամենատարածված պատճառներից ու ռիսկի գործոններից մեկն է, ինչքանով է ստրեսը ազդում մազաթափության վրա եւ ինչ մեխանիզմով ենք հաստատում, երբ որ այլ պատճառ միգուցե չեն գտնում, հետո ենք մեղքը բարդում նյարդերի վրա, թե ոչ բժիշկ։ Եկեք այսպես ձևակերպենք, ստրեսից մարդու մոտ կարող է առաջանան որոշ խնդիրներ եւ մազաթափության որոշ գենային տեսակներ կան, որը ստրեսը հենց խթանում է, որ դա դրսևորվի։ Բայց եթե մարդը իր գեներում չունենա համապատասխան օրինակ այդ մազաթափության նախատրամադրվածությունը, իր մոտ չի առաջանա, կառաջանա այն, ինչ իր մոտ գենային նախատրամադրվածություն կար։ Օրինակ, որ ասում են ստրեսից կամ վախից շաքար ստացավ կամ ճնշումը բարձրացավ եւ այլն։ Սակայն պետք է նշել, եթե չունենք որևէ գենային նախատրամադրվածությամբ մազաթափություն, որոնցից է օրինակ սպիական մազաթափությունը, օջախային մազաթափությունը, ստրեսը կարող է խթանել մազի աճի ցիկլի խանգարում, անցողիկ այսպես կոչված մազաթափություն, որը ստրեսը անցնելուց, եթե իհարկե այլ պատճառներ էլ չունենք, որտեղ ստրեսը կարող է խթանել, բայց եթե մենք ունենանք օրինակ որոշ միկրոէլեմենտների, վիտամինների պակաս, այո, թերսնուցում, քաշի կորուստ եւ այլն, դրանք պետք է լրացնենք, որպեսզի ստրեսից խթանված մազաթափությունը անցնի։ Եթե մենք այդ ամենը կորեկցում ենք, կամ այդ մարդը չուներ նմանատիպ խնդիր միայն ստրեսն էր, ապա ստրեսից հետո 2-ից 4 ամսվա ամենաշատը 5 ամիս հետո կարող է մազաթափություն լինել, բայց եթե օրինակ 5 ամիս անցել է, արդեն չեն կարող վերագրել այդ հին ստրեսին, մազաթափություն է խթանվում, բայց նա եթե միայն ստրեսն էր,
պետք է որ սկսվելուց հետո մի 2-3 ամսվա ընթացքում ինքը դադարում է եւ մազերը վերականգնվում են։ Շատ լավ էր, լավ նորություն էր, այսինքն որ եթե դա սթրեսային է եւ իրավիճակային է, սովորաբար նույնիսկ առանց ինչ-որ լուրջ միջամտությունների վերականգնում ինքնուրույն լինելու է ժամանակի ընթացքում։ Այստեղ ինչքան կարևոր է սիրելի հեռուստադիտողներ չտագնապել, չմատնվել խուճապի ու մի քիչ համբերությամբ զինվել, որտեղ պատկերացնում այդ թափված մազերի վերականգնումը ինչքան ժամանակ կպահանջի։ Բայց եկեք մի միջամտություն էլ անենք, որ եթե մենք ունենում ենք մազաթափություն, մենք ինքներս մեզ ախտորոշում չդնենք, չասենք օй ստրեսն է պատճառը, որովհետև երբեմն, կարելի ասել մեծ մասամբ դեպքերում այդ թելոգենային մազաթափության տակ այլ քրոնիկական մազաթափություն էլ ենք հայտնաբերում, որը ակնառու է ավելի շուտ դառնում հենց այն լավ մազերի թափվելու պատճառով եւ այդ մարդը որ դիմում է, կարելի ասել շահում է, որտեղ մենք կարողանում ենք օգնել եւ պահպանել այդ մազերը, որոնք կան, դրանից բացի նաեւ ավելացնել մազերը։ Այնպես որ եթե ունենում ենք, լավ կլինի դիմել մասնագետի, ստանալ ախտորոշում, հասկանալ ինչն է, այն օր գնալ հանգիստ, եթե ասենք միայն ստրես է, օրինակ այս պրեպարատը կօգտագործես 4 ամսից այլևս դու խնդիր չես ունենա, կան սպասենք եւ ժամանակ վատնենք, միգուցե տակը այլ բան կա թաքնված եւ պահպանենք մեր մազերը։ Եվ ինչու ոչ կարող է այդպես մենք ուշացնենք բուժումը, որը ժամանակին կատարել դեպքում շատ ավելի էֆեկտիվ կարող ենք լինել։ Որքան վաղ, այնքան շատ մազ մենք կունենանք։ Շատ լավ էր հնչում, ինչքան վաղ, այնքան շատ մազ կփրկենք կամ կունենանք։ Բժշկուհի, խնդրում եմ ասեք նաև առաջին քայլերը, որտեղ կարծում եմ մեր հեռուստադիտողները հիմա ովքեր լսում են, արդեն բավականին շատ երևի հետազոտություններ նայում են, ինչ պետք է անենք, ինչից սկսեն, հարևանից են հարցնում, ծանոթ բժիշկներից կամ մարդկանցից, ովքեր առնչվել են այս խնդրին, այլ որն է այս գործելակարգը, հաջորդական, խելամիտ հաջորդականությունը, ինչ պետք է անել, հենց մարդ նկատեց, որ չի ամեն դեպքում մազաթափությունը շարունակում է ու նույնիսկ սկսում է ակնհայտ երևալ։ Առաջնահերթ, եթե մենք ունենում ենք մազաթափություն կամ գլխի մաշկի հետ կապված ցանկացած խնդիր, պետք է դիմենք ճիշտ մասնագետին, մաշկաբան, տրիխոլոգին, ոչ թե էնդոկրինոլոգի, գինեկոլոգի, բոլոր մասնագետների, վերջում նոր մասնագետի։ Տրիխոլոգ։ Ինձ թվում է, որ շատ հեռուստադիտողներ այսօր միգուցե առաջին անգամ լսեն, իմանան, որ այո, մաշկաբանության մեջ նեղուղվածությունը մասնագետ, ով զբաղվում է գլխամաշկի հիվանդություններով, այդ թվում մազաթափությամբ տրիխոլոգն է։ Այո։ Այցելության ժամանակ շատ կարևոր է որոշ կանոններ պահպանելը, պետք է 2-3 օր մազերը չլվացված լինեն, որպեսզի մենք կարողանանք գլխամաշկը ուսումնասիրել։ Անամնեզը կամ գանգատները, այսպես ասած, հավաքելուց հետո մենք զննում ենք կլինիկորեն, կատարում ենք տրիխոսկոպիկ հետազոտություն, կատարվում է SRK միջոցով, տրիխոսկոպ, նա օպտիկական հետազոտության միջոց է, այսինքն ոչ առագայթային է, վտանգավոր չէ, բոլորին։ Ոչ միջամտական է։ Այո, բոլորին կարելի է, տարիքային, կարգավիճակային բոլորին, այո։ Մենք գլխամաշկը նայում ենք այդ սարքի միջոցով եւ էկրանի վրա որոշ ախտանիշներ գնահատելով, միասին միացնելով, արդեն տալիս ենք մեր կլինիկական այո, ախտորոշումը, քանի որ սարքը չի տալիս այդ ախտորոշումը, այլ բժիշկն է տալիս։ Էկրանին լավ է բացատրում ենք պացիենտին ինչ խնդիրներ է, ինչ պետք է անի, քանի որ երբ որ աչքով տեսնում է, նա ավելի լավ է հասկանում իր խնդիրը եւ տրվում է անպայման ախտորոշում, որովհետեւ միայն նայելով եւ չգիտեմ, անամնեզը միշտ է կարևոր։ Իհարկե, միայն նայելով բավարար չէ։ Եվ եթե հետազոտություն են անցնում, պետք է նշվի ինչ կրիտերիայի հիման վրա է դրվում այս ախտորոշումը։ Պետք է բացատրես այդ մարդուն ինչից է դա լինում եւ նշանակվում են իհարկե լրացուցիչ հետազոտություններ, որոնք արյան միջոցով են կատարվում, որտեղ մենք պարզեցինք, որ այս տիպի մազաթափությունն է, այդ տիպի մազաթափության համար մենք ունենք ստանդարտ հետազոտությունների շարք, որը պետք է կատարենք, այդ օրը իհարկե նշանակվում է արտաքին բուժում, որը այսպես թե այնպես պետք է նշանակվի եւ անալիզներից հետո արդեն լրացումներ է կատարվում։ Ամբողջական պատկերը պարզ է լինում։
Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել եւ եթե հնարավոր է բժշկուհի Կիրակոսյան, մենք կարող ենք ինչպես տեսնում են փորձարկել եւ ցուցադրել ինչպես է տրիխոսկոպը գլխամաշկստուգում, ինչքանով սա կարեւոր գործիք է մազաթափության տեսակի ախտորոշման համար, ճիշտ է։ Այո։ Շատ լավ է, որ ուրախ եմ մեր backstage պատրաստող վիդեոների եւ նկարանում կատարող աղջիկներից Էդիտան սիրով համաձայնել է որպես կամավոր լինել։ Էդիտա, խնդրեմ մոտեցիր տաղավար։ Եվ բժշկուհի Կիրակոսյանը դեմոնստրացիա կանի։ Ողջույն։ Այսքան գեղեցիկ վարսերով դժվար թե գային, չէ՞, ճիշտ է։ Բայց դե ինչու ոչ գալիս են ցելոգինային մազաթափության ժամանակ, եթե շատ անհանգստացած են լինում եւ երբեմն լինում է, նու կորոնայից հետո էլ շատ հաճախացել է։ Այո, այնպես որ գալիս են նույնիսկ այնքան երկար մազերով ու պարբերաբար այցելություններ, մազերի խնամք ասելով, նու մեզ թերապիայի միջոցով կարող է լինել, որ մազերի որակն է առողջացնում, ավելի արագ են երկարացնում, որովհետև ինչպես մեր ցանկացած օրգան կամ մաշկ խնամք է պահանջում, այնպես էլ մեր մազերը, եթե հետևենք ավելի առողջ գեղեցիկ, այո, եթե կարելի է մեկնաբանեք, ինչից կսկսեք, ինչպես է կատարում։ Դուք գանգատներ չունեք, չէ՞, մազաթափության, թե ունեք, չունենք։ Շատ ավելի լավ։ Ու շատ հաճախ չեն դիմում մեզ մազաթափություն խնդիր չունեցող։ Տրվում են ամենը գլխամաշկին, մազերի ելանցքը, անոթավորումն ենք տեսնում համապատասխան ցողունների, մեր հեռուստադիտողները ևս մեծ էկրանին կարող են տեսնել։ Այո, եւ իհարկե շատ կարեւոր է, եթե մենք գլխի մաշկի որևէ խնդիր ենք տեսնում, հարցնենք, թե մեր այցելուն ինչ շամպուններ է օգտագործում, ինչով է խնամում մազերը, եթե մենք որևէ գլխի մաշկի խնդիր չենք տեսնում, այդ պարագայում մեր համար միևնույն է ինչ շամպուն է օգտագործում այդ մարդը, ասում ենք օգտագործեք, դուք ճիշտ եք օգտագործում, ճիշտ եք խնամում ձեր մաշկը։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ մազեր ունենք։ Շնորհակալություն Էդիտա, որ դու համաձայնեցիր։ Մենք բժշկուհից կլսենք վերջնական եզրակացությունները, ինչպիսին են, այ դուք հետաքրքիր բան ասեցիք։ Իդեպ մեկնաբանելու համար ասեմ, որ շատ պարզունակ էր, ես ինքս երբեք չէի տեսել, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսակ ընդամենը րոպեի ընթացքում հնարավոր է գլխամաշկը ստուգել եւ ինչու ոչ կարեւորագույն ինֆորմացիա ստանալ գլխամաշկի մասին, հա։ Արդյոք դա ստուգում է ֆոլիկուլ կա չկա, եթե ինչ-որ բան կա, որ դուք կիսվեք հեռուստադիտողների հետ։ Սրանով մենք հենց ախտորոշումն ենք դնում, օրինակ ֆոլիկուլ կա թե չկա, դա միայն ասում ենք, օրինակ սպիական մազաթափությունների ժամանակ չենք տեսնում կամ ելանցքը արդեն հրթված է, ելանցք չկա։ Բայց թե օրինակի համար բուժման ընթացքում կողքից, որտեվ այսպիսի հասկացություն կա, ֆոլիկուլար յունիտ, ոնց որ մի մազիկի կողքը, էլի մազիկներ կան, որ խմբիկներ են կազմում, այո, խմբիկներ են կազմում, եւ եթե մենք ունենք շատ մազեր են թափվել եւ այդ խմբիկները պակասել են, մենք չենք կարող ասել, օրինակ, տակից քանի մազ դեռևս դուրս կգա, որովհետեւ սա անդրադարձնում է մաշկի տակի այդ բոլոր երևույթները, բայց բիոպսիա չէ։ Միայն բիոպսիայի ժամանակ կարող ենք ասել, այդտեղ մազ կա, թե չկա։ Միայն սպիականի պարագայում կարող ենք ասել, օրինակ, ժողովրդի մեջ տարածված մահացած են մազարմատներս, թե ոչ, մահացած լինում են միայն սպիականի ժամանակ եւ իհարկե եթե շատ վաղուց անդրոգենային մազաթափություն է, այո, 10 տարուց ավել, միայն այդ պարագայում մնացած բոլոր պարագաներում նրանք սպիացված չեն, կան ուղղակի խնդիրը ինչ տիպի մազ է այդտեղից դուրս գալու, բարակ, հաստ, եթե բարակ նա ծածկողական էֆեկտ չի տալու, որոշում ենք, օրինակ, սպիական է, սպիական չէ, սպիականների տեսակը սպիական է, բայց որ տեսակն է, օրինակ, օջախային մազաթափության պարագայում սպիականին կարող է նման լինել, բայց այդ պարագայում մազերը վերականգնվում են բուժման ժամանակ, դա աուտոիմուն խնդիր է, որոշում ենք փուլը, որտեղ ըստ փուլի է բուժումը կատարվում, եթե ակտիվ է օրինակ կորտիկոստերոիդ,
արդեն աճում է, կարող ենք աճացնել, այո։ Եկեք խոսենք նաև երկու բառ, իրոք շատ ծավալուն թեմա, այնքան հարցեր կան, որ կուզեի հասցնել տալ, նաև փոխպատվաստումից, որտեղ էլի շատ կարծես թե արդի կիրառվող մեթոդ է, հատկապես տղամարդիկ են դիմում, արդյոք կա կանանց փոխպատվաստում, թե ոչ կիրառվում է, թե ոչ, եւ իհարկե ինչպիսի մեթոդ է սա, ովքեր են դիմում այս միջոցին։ Արդեն բոլոր այդ միջոցները դեղորայքային խնամքի արել են չի օգնել, թե կան հատուկ խմբի մազաթափություն ունեցողները։ Փոխպատվաստման պարագայում մեր համար շատ կարևոր է, որ հասկանանք, որ դեպքում է դա կատարվում։ Դա կատարվում է անդրոգենային մազաթափությունների ժամանակ, այսինքն այն մազաթափությունների ժամանակ, երբ որ մենք սպիական օրինակ պրոցեսներ չունենք, անդրոգենային, այսինքն նենց մազի արմատներ ունենք, որոնք գնալով բարակում են ընթացքում, աղվամազ են դառնում, հետո սպիանում, չի երևում։ Այս պարագայում մենք դոնոր զոնայի ստոտրակային հատվածից սովորաբար, եթե պահպանված մազեր ունենք, հաստ ցողուններով մազեր, դա է ոնց որ պահպանված է, դա վերցնում ենք, տեղափոխում ենք այլ հատված, որը մենք ուզում ենք էսթետիկորեն գեղեցկացնել։ Եթե մարդը ունի բավարար քանակի դոնոր զոնա, այսինքն մազերի քանակ, եւ այդ ճաղատացումը շատ չէ, շատ լավ արդյունքներ են ստացվում, կարող են անել։ Եթե մենք ունենք ճաղատացման մեծ աստիճան, փոխպատվաստում ենք անում որոշ քանակով մազեր եւ իհարկե դրան զուգահեռ անպայման բուժում է նշանակում ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի տակը մնացած բարակ մազերին պահեն եւ էսթետիկ տեսքը գեղեցիկ լինի։ Աղջիկների մոտ նույնպես կատարվում է, եթե իհարկե աղջիկների մոտ արկա է տղամարդկային տիպի մազաթափություն, այսինքն հետևի դոնոր զոնան պահպանված է, միայն ասենք գագաթային հատվածում է այդ խնդիրը, որովհետև կանանց մոտ սովորաբար լինում է այդ անդրոգենային մազաթափության դիֆուզ ձևը, այսինքն եւ ծոծրակային, քունքային բոլոր հատվածներում համաչափ են պակասում մազերը եւ միգուցե այդ հնարավորությունը չունենանք։ Հնարավոր չի փոխպատվաստել օջախային տարածում մազաթափությունները, որ մազ չունենք ընդհանրապես, ուրիշից չեն փոխպատվաստում եւ սպիականների պարագայում, եթե մազերը պահպանված են, սպին մեծ չէ, բուժում ենք ռեմի ախտադադարից հետո, այսինքն եթե հիվանդությունը չի կրկնվում, այո, 6 ամիս եւ ավել, այս պարագայում փոխպատվաստում ենք, սակայն այդ մազերը պահպանվում են 2-ից 5 տարի, կարող են նույնպես թափվել այդ փոխպատվացված հատվածից, սա եւս նոր իմացանք, պետք է զգուշացնել փոխպատվաստումից առաջ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր ինֆորմացիայի համար, կարծում եմ, որ մենք այս թեմայով դեռ մի 2-3 անգամ պետք է հանդիպենք, որ մեր հուզող բոլոր հարցերը տանք Բժշկուհի Կիրակոսյանին։ Ես առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին հարցերի դեպքում գրել մեր էջերին Facebook-յան, Instagram-յան, որովհետև կարծում եմ մենք այս թեմային դեռ կանդրադառնանք, փաստորեն իմացանք, որ կա նեղ այսպիսի մասնագիտություն մաշկաբանության մեջ տրիխոլոգ, հասկացանք, որ կա շատ պարզունակ հետազոտություն, որը կարող է մեծապես օգնել ախտորոշման հարցում եւ իհարկե կան մի շարք մոտեցումներ, մեթոդներ, արդի բուժման մոտեցումներ, որոնք բավականին հուսադրող են, ինչու ոչ նաև խոսեցինք փոխպատվաստումից։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր թեմայի լուսաբանման համար։ Մեր հյուրն էր մաշկաբան տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանը, գնացինք առաջ։